որ եթե մենք հիմա նույնիսկ մոտ 200,000 քաղաքացու շատ 24 ժամյա ռեժիմով աշխատելով առանց շաբաթ-կիրակի տրամադրենք այդ 200,000 քարտերը, մենք խնդիր ենք ունենալու հետո կրկին այդ վերաթողարկման հետ, այսինքն նորից նույն քարտերը տրամադրելու եւ առաջարկում ենք հետեւյալը. թողնել այն ինչ որ կամավոր կա ուժի մեջ, այսինքն քաղաքացիներ իրավունք ունենան դա անել էլեկտրոնային եղանակով, որտեղ նորից եմ կրկնում, բուն թվային տեսանկյունից համակարգը աշխատում է, ես ինքս իմ աշխատակիցների հետ պայմանագիր կնքել եմ էլեկտրոնային եղանակով, այսինքն ինքս կարող եմ ասել, որ դա աշխատում է։ Բայց նաև թույլ տալ շարունակել թղթային տարբերակով պայմանագրերը կնքելը, մինչև որ մեր բոլոր քաղաքացիները ի վերջո կունենան նույնականացման քարտեր, աշխատանք ԱԺ ներկայացված նախագծով առաջարկը հետևյալն է, որ հետաձգենք 1 տարով, այսինքն պարտադիրը ուժի մեջ մտնի 27 թվականի հունվարի 1-ից, բայց մինչ մենք այստեղ քննարկում էինք, մենք մի քիչ ավելի խորը մեր ներքին գործերի նախարարության գործընկերների հետ քննարկեցինք եւ պետքա արդեն առաջարկենք առաջինից երկրորդ ընթերցում այն եւս 6 ամսով երկարացնելու, այսինքն ուժի մեջ դնելու պարտադիր կոմպոնենտը 2028 թվականի հուլիսի 1-ից, որ վստահաբար որևէ կուտակում, որևէ խոչընդոտ եւ որևէ հերթ չլինի նույնականացման քարտեր ստանալու համար։ Բաժանորդագրվեք Արմատ մեդիայի ալիքներին YouTube-ում, Facebook-ում, Instagram-ում եւ Telegram-ում։